Այսօր ընթացավ Երևանի ավագանում մինչարցակուրթային վերջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էին մայրաքաղաքի համար կարևոր մի շարք հարցեր։ Փողոցների անվանակոչում, հուշատախտակների տեղադրում, շինթույլտվությունների տրամադրում եւ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում։ Քննարկված հարցերից մեկը վերաբերում էր Ամիրյան փողոցի անվանափոխությանը։ Ավագանին որոշում ընդունեց փողոցն անվանակոչել Պապ Թագավորի անունով։ Նիստի ընթացքում քաղաքապետը նաեւ ներկայացրեց հանրային տրանսպորտի զարգացման ծրագրերը։ Նրա խոսքով կառավարությունում քննարկվում է էլեկտրական ավտոբուսների գնման նախագիծը։ Քաղաքապետարանը դիտարկում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման տարբերակը։ Այս նպատակն ու ռազմավարությունն այն է, որ Երևան քաղաքում ամբողջապես մենք պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի։ Օրակարգային հարցերի թվում էր նաև Արզումանյան 10-17 հասցեներում գտնվող վթարային շենքերի բնակիչների բնակարանային ապահովման հարցը։ Քաղաքային իշխանությունները վստահեցրին, որ բնակիչները նորակառույց շենքերում կստանան համապատասխան բնակարաններ։ Այն ժամանակ նախնական համաձայնություն ձեռք բերվեց բնակիչների հետ, որ մենք որոշակի գործընթացով պետք է փորձենք տվյալ հատվածում իրենց վերաբնակեցման պայմանով տվյալ հատվածում նոր շենքեր կառուցենք եւ իրենց համապատասխանաբար այս միջանկյալ ժամանակահատվածով վարձով տեղափոխենք, վարձի վճարը գումարը փոխանցենք եւ հետագայում նոր կառուցված շենքերում իրենց բնակարաններ հատկացնենք։ Սակայն նիստի հանգիստ ընթացքը երկար չտևեց։ Լարվածություն առաջացավ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո, երբ քննարկումը տեղափոխվեց քաղաքական դաշտ։ Ընդդիմադիրները սկսեցին գնահատականներ հնչեցնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Ամբողջ հանրապետությունում 2026-ին ձեր կուսակցությունը ստացել է 25551։ Մենակ Երևանում ներողություն ստացել եք 16305 ձայն 3 տարում։ Սա ձեր գործունեության քաղաքական գնահատականն է։ Ռեկորդային մսխում ձայների։ Ռեկորդային, էլի պետք է աշխատես, էլի նպատակ դնես, հետո կարող է չստացվի։ Եվ մի բան էլ չեմ կարող հասկանալ, պարոն Ստեփանյան, չնայած ասում եք մանդատները գողացել ենք, ինչ են գողացել։ Ինչ մանդատ են գողացել, ինչ մանդատ եք ունեցել, որ գողացել են։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ հորդորեց գնալ եւ պաշտպանել պետական դավաճանության համար մեղադրվող ընդդիմադիր լիդերներին։ Մայր Հայաստան եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքները վերածվեցին բուռն բանավեճի։ Դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Մանավեճին հաջորդեց ծեծկրտուքը, որից անմասն չմնացին նաև կանայք։ Նիստը դադարեցրեք 30 րոպեով։ Ծեծկրտուքը սակայն ընդլայնեց աշխարհագրությունը, տեղափոխվելով նաև քաղաքապետարանի միջանցք ստեղծված իրավիճակի պատճառով նիստը 30 րոպեով դադարեցվեց։ Այնուհետև կարճ դադարից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ հայտարարություններով անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին։ Ավինյանի խոսքով վերջին 8 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ ընտրակեղծարարության, ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ մեղադրանքներն են ուղղվում ոչ թե իշխանություններին, այլ ընդդիմադիր ուժերին։ Սա երևի բացառիկ մի դեպք է, երբ որ որևէ մի երկրում ոչ թե իշխանությունները այլ ընդդիմությունը փորձում է ընտրակեղծարարությամբ զբաղվել։ Եվ դա անում է համակարգային։ Քաղաքապետը նշեց, որ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակված ձայնագրություններն ու տեղեկություններն այնքան բացահայտ են եղել, որ այլևս որևէ բան զարմանալի չէ։ Ավինյանը նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հեռացրել որոշ քաղաքական ուժերի ընտրապայքարից։ Նրա խոսքով նման քայլը միայն երկարատև քաղաքական շահարկումների պատճառ կդառնար։ Եթե մենք դիմեինք եւ եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հաներ ընտրապայքարից 5 տարի ողբ, լաց եւ ոռնոց էինք լսելու այն մասին, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այս սենց
պետքա ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է։ Բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Երևանի ավականու հաջորդ նիստը տեղի կունենա արդեն աշնանը սեպտեմբերի 8-ին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։